Արդյունքը դեռ հիմա թողենք մի կողմ եւ սկսենք թեմայի վերաբերյալ կարևոր հարցադրումներից եւ հասկանանք. Արդյոք նման միջազգային ձևաչափի դադարեցումը կախված է Հայաստանից կամ փոքր տրամաչափի այլ պետության ղեկավարի ցանկությունից կամ թրքասիրությունից։ Հարց. Արդյոք Հայաստանի Հանրապետության կամ Ադրբեջանի իշխանությունը իրավազոր է, իրավասու է միակողմանի հրաժարվել Մինսկի խմբից որպես միջազգային հարթակի, երբ հակամարտությունը դեռ լիարժեք կարգավորված չէ։ Պատասխանը միանգամից ոչ։ Միակողմանի հրաժարումը չի կարող վերացնել Մինսկի խմբի միջազգային մանդատը։ Կապացուցեմ, քանի որ նայեք։ Իրավական պատասխան եմ տալիս։ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջպետական համաձայնությամբ ստեղծված միջազգային մանդատ ունեցող կառույց է։ Մինսկի խմբի ձևաչափը առհասարակ մեկ կամ երկու պետության համաձայնությամբ, թույլտվությամբ, թողտվությամբ ստեղծված կառույց չէ, այլ միջազգայինորեն, միջազգային իրավունքի հիմքով ստեղծված կյանքի կոչված հարթակ է, որը կայացել է կոնսենսուսով բոլոր պետությունների կողմից։ Երկրորդը ստեղծվել է նախ կհիշեք 92 թվականին նախ ԵԱՀԿ չէր կոչվում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն, այլ կոչվում էր ԵԱՀԽ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհուրդ, որը հետագայում վերաձևակերպվեց եւ դարձավ ԵԱՀԿ։ Եվ ես այս տեղեկատվություն եւ վերլուծություն անում եմ նաեւ ոչ միայն որպես մասնագետ, որպես քաղաքագետ, այլ նաեւ տարիներ շարունակ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակում փորձագիտական իմ գործունեությունը հիմք ընդունելով։